Հարավային Ադրբեջան ամեն մի հարց ունի մեկ պատասխան, որքան խորանում է այս պատերազմը ԱՄՆ Իսրայել-Իրան, այնքան ավելի կասկածելի մասեր են երևում և քննարկենք այդ ամենը, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե այս ինչը կատարվում։ Միգուցե սա խաղ է, միգուցե սա այլ երևույթ է և դրա համար նաև որ ոչ թե Տրամպենց խումբն է բրուտին դեմ կանգնում, այլ իմ դեռ 2000 թվականներից ունեցած տվյալներով դա մեկ այլ կազմակերպություն է, քննարկենք, միգուցե դա ճիշտ է, միգուցե դա սխալ է, միգուցե այլ բան են փորձում այժմ կատարել։ Հարավային ազերի ներկայիս կարգավիճակը 21 թվականի նոյեմբերի 24-ին Արտաշես Թումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, նա նաև ղեկավարում է Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խումբը, որը 15-ից 21 թվականներին Իրանի Հանրապետությունում Հայաստանի դեսպանն էր, հետագայում սա, իսկ հիմա այս անձնավորությունն է, 2 տարում արագ Նիկոլը 2 անգամ փոխեց սրանց։ Ինչ եմ նաև սրան ներկայացնում, այս անձնավորությունը ազգանունը պատահական չէ, նա հանդիսանում է Թումանյանի ծոռը, Հովհաննես Թումանյանի ծոռը, որը հնազանդ Լևոնյան սիստեմին ծառայելով, թե ինչ է այդտեղ կատարվել Իրան-Հայաստան, թե Իրանն ու Հայաստանը լավ են իրար հետ, այժմ այդ ամենը քննարկենք և հիմա ինչ է սպասվում ընդհանրապես հարավային ազերի, ինչ է նաև նյութի անունը Հարավային Ադրբեջան գրված, ինչի մասին եմ ցանկանում խոսել։ Եվ որ մենք նայում ենք այստեղ, այս երկու մասերի անունը Ադրբեջան է։ Եթե ատրպատականն ենք վերցնում, ապա ատրպատական պետք է լիներ, քանի որ սրանք բոլորը մտնում են դրա մեջ։ Այս մի մասը Քուրդիստանն է, ես Իրանի քարտեզն եմ ցուցադրում, որպեսզի հասկանալի լինի, հարցեր չտաք այլևս նման տիպի։ Իմ կարծիքով ինչ են ցանկանում անել։ Քրդերը այստեղ զուս մնացին, բայց հավանական է Իրանում ստեղծեն հեղափոխություն և ցուցադրում եմ այս մասերը անցնի Ադրբեջանին, այսպես սա միավորվի Ադրբեջանի հետ։ Ինչի համար են դա կատարում և ինչի Տրամպը այստեղ դրեց իր իբր Տրամպի ուղին։ Այս բացատրությունը ունի նաև շատ խոր իմաստ և նաև կցուցադրեմ այլ մասեր, որպեսզի այդ ամենը հասկանալի լինի։ Երբ որ մենք դիտարկում ենք, որ Ադրբեջանը այսպիսով անցնի այս ճանապարհը, ապա այսպես թե այնպես հետագայում, եթե Իրանը չէր մտնում այդ խաղի մեջ, մեծ թուրանի, միայն ծովով պետք է գնային և ծովի այսպես վերցնենք, ցուցադրենք, եթե այս մասը պատկանում է Իրանին ծովից մի քանի կիլոմետր, այս մասը Ադրբեջանին, ապա ռուսները այստեղ իրավունք ունեին գտնվելու և նրանց ոչ ոք չէր արգելի, ամեն ինչ կտեսնեին և նույնիսկ կարող էին ռմբակոծել դա, եթե այստեղով տեղափոխվում էր
ինչ-որ վտանգավոր ուրան և այլ նյութեր։ Դրա համար ես Հայաստանի հետ ես խաղը սա կատարվեց նրա համար իբր ցույցադրվեր, որ Ադրբեջանը հզոր է, միևնույն ժամանակ Հայաստանից վերցվեր այդ ամենը և ազերիները, նույնպես այստեղի գտնվող ազերիները շահագրգռված լինեին մեծ Թուրանի և մեծ Թուրանը արդեն անցնում է այսպես։ Դրա համար ինձ համար միշտ կասկածելի էր թվում այն, որ մտածում էի միգուցե վերևից Ռուսաստանին կտրեն, Ղազախստանով մտնեն, բայց իրենց համար հաշվարկային ամենալավ ճանապարհը բրուտի համար սա է։ Եվ պատահական չի, որ այստեղ ադրբեջանները երկու ստեղծել, նաև այստեղ 15 միլիոն այդ ադրբեջանցիները, մի քանի միլիոն այստեղ, մի 8-10 միլիոն թալիշների լեզգիների հետ միասին, և ճանապարհը գնալու է այսպես, Թերանը կմնա Իրանին, Իրանը կլինի այսպիսին, կամ Իրանը կբաժանեն նաև այստեղ նույնպես մասերի։ Սա նույնն է, ինչ որ Հայաստանում, որքան հայերը փորձում են գալ պետության գլուխ, միշտ այդ 4 տականքներն են և նմանատիպ տականքները նույնպես նրանց հետևը պահող։ Թեպետ մաքուր հայ է այս տականքը, բայց Լևոնյան լրիվ ծառայած և մինչ օրս հակահայ լևոնական անդամ է։ Այստեղ ինչ են ցանկանում, որպեսզի մեծ Թուրանը ստեղծվի և աշխարհի համար հարց չառաջանա այդ հզոր երկրները, Ամերիկայի Միացյալ Նահանգներ քրիստոնյա երկիր, Եվրոպան մեծամասամբ քրիստոնյա, և այդ երկուսը Ռուսաստանը նույնպես թույլ են տալիս, որ Հայաստանը կտրտեն, բաժանեն մասերի, ինչ է մեծ Թուրան պետք է անցնի այստեղով։ Եվ Էրդողանը այս օրերին ավելի համեստ է իրեն պահում, և ճանապարհը սա է լինելու, դրա համար պատահական չի։ Ամենալավ լուրերը, եթե դուք ցանկանում եք լսել, կարող եք լսել և հետո դա վերլուծաբանությամբ զբաղվելով Էրդողան, Ալիև այդ զույգի հաղորդագրություններն են, թե նրանք այդ երկու երկրներից ինչեր են հնչում և որ ուղղությամբ։ Այստեղ եթե Հայաստանի մասին ենք խոսում արևմտյան Ադրբեջան ասելով, և Ալիևը և այդ ազերի կոչվածները Հայաստանից լուռ են, իսկ հարավային Ադրբեջան ասելուց Իրանը Իսրայելի կամ ԱՄՆ-ի ամեն մի թթու խոսքի համար 10 թթու խոսքով պատասխանում է, բայց Ալիևին ոչ մի պատասխան չեղավ, թե ինչ հարավային Ադրբեջան։ Այսինքն սա մոլլաների հետ արդեն պայմանավորված հարց է այս ամենը, որպեսզի կատարվի, և ինչ են այստեղ ցանկանում կատարել, ամբողջությամբ վերլուծենք։ Այստեղ պլանի խառնում տեղի ունեցավ, երբ որ Տրամպը վերցրեց սա, իբր պլանը խախտվեց, և հետագայում Տրամպը կլինի քրիստոնյա երկրների պաշտպան ամենահզոր անձնավորությունը, բայց այստեղ մի կտոր նորից էս մարդու գլխով մնացածը, այստեղ էլ սաղ կտրտած տարած ազերիների կողմից, այս մի փոքր կտոր է, ինչի համար են փորձում թողնել, և ինչը սա իրենից ներկայացնելու, այո, բոլորդ էլ ճիշտ եք, սա իրենից ներկայացնելու է օբյեկտ, այլևս սա սուբյեկտ չի լինելու։ Երբ որ նույնը Վրաստանում է կատարում, վրացիները անցան Պուտինյան կողմը, այսինքն դա ոչ թե վրացիներն անցան կամ հայերը, դա արդեն պայմանավորվածություն էր, որ
մեծ Թուրանը գնում է ներքևով, մեծ Թուրանը գնում է այսպես, և նաև սա է անցնում, ինչպես Հայաստանից անցավ Արցախը այս ամենը, սա էլ է անցնում Ադրբեջանին, և մեծ Թուրանի ճանապարհը սա է, ամենաարդար, ամենաճիշտ խոսացող, բրուտները ինչ իրեն հանձնարարում են, նա առաջինը մեզ ասում է, որ այսպիսի հրահանգ ունեմ, դուք էլ պատրաստվեք, և այստեղ հատկապես սրա վերջի խոսքերը հարավային Ադրբեջան հենց դրա մասին է, որպեսզի Սև Կասպից ծովը նրանք շրջանցեն, ծովով չլինի ճանապարհը, այլ ամբողջը ցամաքով լինի, և այս Վրաստանում նաև ստեղծած Հարավային Օսեթիայի հետ սրանց կռիվը, հետո թշնամի լինելը, այս ամենը նրա համար էր, և այդ ամբողջ ցիրկերը, որպեսզի հիմնական երկաթուղին, որը գալիս էր այսպես Հայաստան, այս հիմնական երկաթուղին որպեսզի փակվի, և մենք շատ քիչ հնարավորություն ունենանք այստեղով և մտածենք, որ Իրանով է մեր հիմնական բեռները տեղափոխվում։ Ինձ թվում է հասկացաք այսքանը։ Անցնենք առաջ։ Պլանի իրականացում։ Այս 4 ծաղրածուների չվերցնենք նա, որ սա հանդիսանում է այդ բրուտին ոչնչացնող, սարդին ոչնչացնող ծրագրի մի մասնիկը, այլ մտածենք, որ այս ձևով ինչ են կատարում, այս երկուսի միջոցով այստեղ կսկսեն հեղափոխություն, այսքանը բավական էր, քուրդերը Իրանի, քանի որ ոտքի չկանգնեցին, մեկ այլ միջոց են գտնելու հեղափոխություն անելու, սրանցից մեկը մի կեղտոտ քայլ է անելու, իբր ինչ-որ մի մասի համար, ինչպես Հայաստանում են անում կամ աշխարհում, այդ գիտեք ոնց են անելու, և արդեն մեծ Թուրանը կլինի այսպես կգնա, իրենց պետք է այստեղ ցամաքային ճանապարհ, ոչ ծովային ճանապարհ, դրա համար Իրանի հյուսիսը կտրելու են, իսկ եթե Իրանի հյուսիսը կտրում են, մենք ընկնում ենք մեծ Թուրանի արանքում, մեզ միակ ճանապարհը մնում է Վրաստանը, և այսօր էլ, որ սրանց հանել են ոտքի Իրանի դեմ պայքարելու համար, այդ ամենը բոլորը խաղ է, նաև Իսրայելի հետ խաղը, նաև իրար հետ իբր նրանք հակառակորդներ են, ես հիմա կասեք մի քանի օր առաջ այլ բան ասեցիր, այսօր փոխում ես կարծիքդ, ես վերլուծում եմ նաև այս տարբերակը, ինչպես սկզբում նշեցի, նահանգներում կա այլ կազմակերպություն, որը գաղտնի փորձում է բրուտից ազատվել, իսկ Տրամպի այդ կազմակերպության մասին ես տեղյակ չէի, իսկ թե սա բրուտյան խաղ է, թե չէ, ես դա չգիտեմ, թե Տրամպը դա խաղ է, թե իրականում կանգնել է բրուտի դեմ, բայց համենայն դեպս, եթե մեծ Թուրանը ստեղծում են այս ճանապարհով, հետագայում սրանք էլ կմտնեն, ամբողջը կմտնի դրա մեջ, և միայն այստեղ քրդերն են դրան դեմ կանգնել, այսպես թե այնպես, եթե լրիվ վերցնում ենք, ապա իրական Հայաստանի, որը հանդիսանում է մեր էթնիկ հողը, իրական Հայաստանը ամբողջը սա է, իրական էթնիկական Հայաստանը սա է, այս մնացածը, որը մենք գրավել ենք, ոչ թե գրավել ենք, մարդ չեղել եկել այստեղ ապրել են հայերը, դա նույնն է, ինչ-որ բրուտները գնացել են Ամերիկա, ճիշտ է, նրանք ոչնչացել են, բայց այստեղ մարդ չլինելով, հայերը տեղափոխվել են տարբեր տեղեր, և այստեղ ամենահարմար տեղն է եղել կառուցելու այդ ամենամեծ բուրգերը, ստանալու այդ մշակվող բույսերը, իսկ
Այստեղ եւ այստեղ նույնպես բոլորի տակ կան այդ բոլոր թունելները կամ բոլոր կառույցները Բաբելոն էին քանդում, նորն են կառուցում, Բաբելոնը նույնպես հայերի կառուցվածքն է եւ մանրամասներ չասեմ, այսօր քաղաքական դրությունները այնքան վատ են, որ պետք է վերլուծենք սա հասկանալը։ Դրա համար ես վեր եմ լուծում նաև երկրորդ տարբերակը, որ սրանք իրար հետ կապ ունեն։ Ինչն է նաև ինձ այդ մասին հուշում, քանի որ եւ սրա ժամանակ իմիջիալոց սրա այս ցախ ականջը ավելի բացված է եւ դրա համար կարող եք նաև ականջ ասել եւ այսօր զգուշացնում եմ եւ ասում, որ բրուտը դա այս անձնավորությունն է, ինձ թվում է ճանաչում եք, եթե չեք ճանաչում, այս երկիրը նայեք, գիտեիք Պարավ, Նովա Պարավի տղան է, որ ամեն մի ֆիլմում 10-15 հարց չլինի, բրուտ Նովա, եւ սրանց այս հանդիպումը, ինձ թվում է այս ցիրկը կազմակերպելու մեջ էր, քանի որ ցիրկի մասնակիցները նաև սրանք հիմնական իրենց ցիրկը կազմակերպում են նաև սրանց միջոցով եւ որպեսզի սրանց մոտ Իրանում չհասկանան, որ սրանք էլ այս ցիրկը տանելու են այնպես, որ Իրանի հյուսիսը այսպես կտրվի, այս ամենը գնաց այդ ճանապարհով իբր կռիվ է եւ այլն, բայց եթե դիտում եք իրանական զենքերը, դրանք բոլորը բրիտանական զենքեր են։ Եվ Իրանը չէր կարող զենք ունենալ այդպիսի, որով նա հարվածում է եւ սրանց։ Այսինքն այս ամենը խաղ է, որպեսզի այս հյուսիսային մասը կտրվի։ Հասկանալի է ինչի համար, քանի որ ծովում ամեն մեկը իր ցամաքից մի քանի կիլոմետր միայն դա իրենն է, հսկողություն ունի, իսկ մնացածը դա արդեն իրեն չի պատկանում եւ ռուսները կարող են այստեղից այս ամենը հսկել, իսկ եթե Բաքվից այսպես պետք է տանեին կամ բերեին ուրան եւ այլն, ապա դա եւ ավելի թանկ կնստեր բրուտների վրա եւ միևնույն ժամանակ ճանապարհին ռուսները կարող էին նաեւ դա ստուգել եւ տեսնել։ Դրա համար այս խաղը կատարում է, որպեսզի այս ճանապարհով սա լինի եւ Իրանում չհասկանան իսկական այս իրանցի, Հնդկաստանից եւ այլն բերվածները չհասկանան, որ սա խաղ է եւ իբր կատարվեց հեղափոխություն հարավային Ադրբեջանը, այս բոլորը անցան Ադրբեջանին։ Սա դրա համար է, իսկ սրանից մենք ինչ կունենանք, սրանից մենք կունենանք օգուտ թե վնաս, նաև դա կդիտարկենք։ Նորից եմ կրկնում, եթե բրուտ եմ օգտագործում, իր մասին է խոսքը։ Եվ այստեղ վերլուծությունները շարունակենք եւ անցնենք առաջ։ 3 աղքատները բոլոր ժամանակներում մեզնից խլելուց հետո աշխարհի ղեկը ամենաշատ քանակությամբ 100-ից քանի մարդ է աղքատ գտնվում է այս երկրում Հնդկաստանում եւ նրան նաեւ բաժանեցին մասերի Պարսկաստան, Նեպալ եւ այլն։ Դրանք բոլորը մի տեսակ են եւ խառնուրդներ են այստեղից։ Սրանք մի տեսակ չեն արդեն, մի 4-5 տեսակի խառնուրդներ են այս բոլորը իրար հետ միասին։ Եվ դրանց մի մասն էլ տեղափոխվեց այստեղ։ Եթե դիտարկում ենք 1900-ական թվականներից միայն եւ մինչ օրս Իրանում աղքատությունը, ինչպես նաեւ այստեղ շատ բարձր մակարդակի վրա է։ Միայն այդ շեխերը, այդ մոլլաներն են հարուստ, մնացածը այդքան նավթ ու գազ ունենալով եւ 50-ական թվականներին համար առաջին նավթ ու գազի երկիրը լինելով Իրանը,
Համենայն դեպս այնտեղ մարդիկ այդ թվականներից սկսած 17 միլիոն մարդ է մահացել սովից և ոչ խմելու ջուր ունենալուց։ Այսինքն այս երկու երկրներում այդ տերորը միշտ եղել է։ Եվ եթե սան վերցնում ենք միայն 1900-ականից սկսած և սրան, երբ որ գաղութ է եղել իրենց մի 500 տարվա ընթացքում, ապա 30 տարվա ընթացքում այս 4 լրբի լակուտները Հայաստանը դարձրեցին սրանց մակարդակի, և Հայաստանում աղքատությունը այսօր աշխարհում դիտարկվում է լավագույններից մեկը վերջից սկսած 3-4 տեղերն ենք զբաղեցնում, եթե ոչ երկրորդ տեղը։ Այնպես որ, եթե մտածում եք, որ սրանք հայ են և հայեցի գործողություն են կատարել և այսօր ուրախանում եք, որ սրա ժամանակ լավ էր, սրա ժամանակ էլ լավ, սրա ժամանակ վատ էր, 4-ի ժամանակ էլ Հայաստանի վիճակը վատ էր, միայն աշխարհում այլ թատրոն էին ցուցադրում, այդ թատրոնի ժամանակ ուրախ թատրոնի ժամանակներ էր այս 3-ի ժամանակ, իսկ սրա ժամանակ սկսվեց այն ամենը, որ սրանք արդեն դրեցին այս տականքին զիջումների համար, որպեսզի սա զիջումները կատարի, թե չէ սրան երբեք այս 3-ը, հատկապես սա, տնողը չէին այս գործին, այսինքն սրան փուռը տվեցին, այս ոչխարն էլ ինքը հլու հնազանդ այդ ամենը կատարում է չհասկանալով, որ սրանք իրենց հատկապես սա բոլորի ժամանակ իր հետևը մաքուր է պահել, թե իբր կոռուպցիայում չկա և այլն և այլն։ Հիմա նաև սրանց կոռուպցիայի մասին ասեմ։ Բացի Հայաստանը թալանելը աֆրիկական երկրներից այս ճանապարհով Իրանով, դրա համար այնտեղ որ Արտուշ Թումանյանին ցուցադրեցի, հենց դրա համար էր, Իրանով էր գալիս և Հայաստանով բարձրանում Ռուսաստան, հետո մտնում Եվրոպա, այդ ամբողջ նարկոտիկը, առաջի փայատերը սա էր, հետո փայատերը սա էր, հետո սա, և երեքն էլ միշտ փայատեր են եղել, հիմա էլ սա, և հետագայում Աղվանստանի հարցով արդեն, նաև Աղվանստանից գալով այս ճանապարհով, գալիս էր նաև Ադրբեջան և դրա համար 4-ն էլ Ալիևի հետ ախպեր տղերք են, այնպես որ այստեղ կասկածելու բան պետք է չունենաք, բացի Հայաստանից գողացած 200 միլիարդը, որը միայն հանքերից, այդ քանդված գործարաններից, Սովետական միության փողը փոխելուց, սրա այս բոլոր սրանց կատարածները գումարելով 200 միլիարդ սրանք գողացել են Հայաստանից, իսկ բացի դա սրանք նաև այդ նարկոբիզնեսից 300-320 միլիարդ դոլար դրել են գրպանները, և Հայաստանը եղել է տարանցիկ շրջան նարկոբիզնեսի, սկսած սրա ժամանակներից, երբ որ Ալիևների հետ բանակցում էին Նախիջևանում և վերջացրած սրա ժամանակ նույնը հիմա է կատարվում այդ ամենը, այնպես որ եթե մտածում եք, որ սրանք մի լավ բան են կատարել և կատարելու են Հայաստանի համար, չեն կատարելու, և աղքատության շեմը և այստեղ և Հայաստանում 30 տարում սրանք բերեցին այն նույն մակարդակի, ինչ սա 100, սա 500 տարում էին այդ մակարդակին հասել, այսինքն կատարյալ ավելի տականքներ են, քան այդ երկրներում Իրանում մոլլաները և այստեղ այդ մյուս տականքները։ Այժմ ուսումնասիրենք, թե որ երկրները ինչպես են գնահատում այս երևույթը, ճիշտ է թե սուտ։ 26 թվականի մարտի դրությամբ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավականին լարված փուլում, կախված հատկապես նախագահ Տրամպի արտաքին քաղաքականության և Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետ, քաղաքական հարաբերություններ և տարաձայնություններ, Իրանի հարցը, իբր, սա ներկայումս ամենամեծ վեճի առարկան է, վարչապետ Սթարմենը սկզբում հրաժարվել էր թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական
ռազմաբազաները Իրանին հարվածելու համար, հայտարարելով, որ Բրիտանիան չի հավատում օդից վարչակարգի փոփոխությանը։ Իբր դա էր պատճառը։ Թրամփի արձագանքը։ Դոնալդ Թրամփը խիստ քննադատում է Ստարմենին, ասելով, որ նա Չերչիլը չէ և հայտարարել է, որ երկու երկրների հատուկ հարաբերություններն այլևս առաջվանը չեն։ Նա նաև նշել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան ավելի լավ դաշնակիցներ են եղել այս հարցում։ Ինձ թվում է, այստեղ նույն ցիրկն է, ինչ որ Լևոն, Սերժիկ, Ռոբիկ իրար քննադատում էին մարտի 8-ի դրությամբ։ Այս տարբերակն էլ ենք քննարկում, ոչ թե այն տարբերակը, որ ասացի սառնին սատկացնելը, նաև այս տարբերակը պետք է քննարկենք, թե հասկանանք նաև այստեղ ինչ է կատարում։ Հետագա համագործակցություն, չնայած լարվածությանը, մարտի սկզբին Ստարմերը թույլատրեց բազաների օգտագործումը միայն պաշտպանական նպատակներով և կողմերը փորձում են վերականգնել կապերը հեռախոսազրույցների միջոցով։ Հանրային կարծիքը Բրիտանիայում, սա BBC-ից վերցրածներն է, ցածր վարկանիշ։ Բրիտանացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի Տրամփի նկատմամբ։ 26 թվականի փետրվարի տվյալներով վարկանիշը Բրիտանիայում կազմում է -70։ Մտավախություններ։ Հանրության ավելի քան 50%-ը կարծում է, որ Տրամփի նախագահությունը բացասաբար է անդրադառնում գլոբալ անվտանգության և Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։ Գրենլանդիայի հարցը։ Բրիտանիայում և Եվրոպայում բուռն քննադատվում է Տրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ, ինչը բրիտանացիները համարում են խելահեղ։ Այժմ Չինաստանի արձագանքը։ 26 թվականի մարտի դրությամբ Չինաստանի դիրքորոշումը ԱՄՆ Իրան հակամարտության վերաբերյալ բնութագրվում է որպես զգուշավոր չեզոքություն և դիվանագիտական զսպվածություն։ Պեկինը խստորեն դատապարտում է ռազմական գործողությունները, սակայն խուսափում է ուղղակի միջամտությունից։ Դիվանագիտական դատապարտում։ Դեմ է ուժի կիրառմանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա անընդունելի են և կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։ Սուվերենության պաշտպանություն։ Պեկինը խստորեն դատապարտել է Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունը, դա անվանելով միջազգային իրավունքի և Իրանի ինքնիշխանության կոպիտ խախտում։ Իսկ եթե Հայաստանի մասին էր, բոլորը լուռ էին։ Այսինքն այս Չինաստան և այլն, ինչը լսում եք, այս ամենը նույնպես խաղեր են, ընդդիմություն վարչակարգի փոփոխությանը։ Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանում գունավոր հեղափոխություններ կազմակերպելու կամ վարչակարգը փոփոխելու փորձերի դեմ, նշելով, որ դրանք չունեն ժողովրդական աջակցություն։ Այսինքն սրան է գնում, գունավոր հեղափոխություն են այնտեղ կատարելու, ռազմական և տնտեսական գործողություններ։ Ոչ մի ուղղակի ռազմական աջակցություն, չնայած Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերությանը, Չինաստանը զորք չի ուղարկում և չի տրամադրում զգալի ռազմական օգնություն, փորձելով խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի բախումից։ Սահմանափակ օգնություն։ Որոշ տվյալներով Չինաստանը տրամադրում է միայն սահմանափակ նյութական աջակցություն, օրինակ հրթիռների համար նախատեսված պահեստամասեր։ Իբր սա քիչ է։ Էներգետիկ անվտանգություն։ Պեկինի հիմնական մտահոգությունը Հորմուզի նեղուցի բաց մնալն է, քանի որ Չինաստանը մեծապես կախված է այդ ուղով ստացվող նավթից։ Հարաբերությունները Տրամփի հետ։ Երկխոսությամբ պահպանում։ Չնայած լարվածությանը, Չինաստանը չի չեղարկել Դոնալդ Թրամփի ստեղծվող այցը Պեկին։ Մարտի վերջին, ապրիլի սկիզբ հույս ունենալով կարգավորել
առևտրային հարցերը և կայունացնել հարաբերությունները։ Չինաստանը Իրանին սատարում է բարոյապես և դիվանագիտորեն, բայց ոչ ռազմական ճանապարհով։ Նա փորձում է հանդես գալ որպես պատասխանատու միջնորդ, որը կոչ է անում խաղաղության, մինչդեռ իրականում ձգտում է պաշտպանել իր տնտեսական շահերը և խուսափել մեծ պատերազմի մեջ ներքաշվելուց։ Այժմ արագ ենք անցնում Պուտինը պատերազմի մասին։ 26 թվականի մարտի դրությամբ Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Պուտինը որդեգրել են զգուշավոր, բայց դիվանագիտորեն ակտիվ դիրքորոշում ԱՄՆ և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսած ռազմական գործողությունների նկատմամբ։ Մոսկվան խստորեն դատապարտել է հարձակումները, դրանք որակելով որպես չհրահրված ագրեսիա, սակայն խուսափում է ուղիղ ռազմական միջամտությունից։ Ռուսաստանի հիմնական գործողությունները և դիրքորոշումը։ Դիվանագիտական արձագանք։ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ Խոմեյնիի սպանության կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Տրամպի հետ, փորձելով հանդես գալ որպես միջնորդ։ Բոլորը որպես միջնորդ են հանդես գալիս, նաև այստեղ, քանի որ խոսքը բացվեց, թե Խոմեյնին է մահացել և թե Նեթանյախուն, եթե երկուսն էլ կենդանի են, ապա այս ամենը իրոք խաղ է և Տրամպը խաղում է բրության վերջին խաղը։ Դրա համար սպասենք ավելի կոնկրետ իմանալու։ Նեթանյախուն ինձ թվում է կենդանի է, իսկ թե այս մոլլան մահացել է, թե կենդանի է, այդ մասին կիմանանք։ Հիվանդությունից է մահացել, թե իրոք հիվանդ էր, անունը դրեցին, որ հարձակումից է մահացել և մնացածը։ Ռազմական և հետախուզական աջակցություն։ Չնայած պաշտոնական զսպվածությունը հաղորդվում է, որ Ռուսաստանը Իրանին է տրամադրում հետախուզական տվյալներ տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների տեղակայման վերաբերյալ։ Մոսկվան նաև վերահաստատել է իր անսասան աջակցությունը Թեհրանին որպես ռազմական գործընկերոջ։ Տնտեսական ազդեցություն։ Պատերազմի հետևանքով նավթի գների աճը ձեռնտու է Ռուսաստանին, սակայն հակամարտությունը սպառնում է նրա տարածաշրջանային ազդեցությանը։ Ռազմավարական հաշվարկ։ Փորձագետների կարծիքով Պուտինը փորձում է օգտագործել այս ճգնաժամը Ուկրաինայում ընթացող պատերազմից ուշադրությունը շեղելու և Արևմուտքի հետ բանակցություններում լրացուցիչ լծակներ ձեռք բերելու համար։ Այժմ դիտարկենք Եվրամիության արձագանքը։ 26 թվականի մարտի 16-ի դրությամբ ԱՄՆ-ը և Իսրայելը գտնվում են Իրանի դեմ լայնածավալ պատերազմի մեջ, որը սկսվել է 26 թվականի փետրվարի 28-ին։ Եվրոպական միությունը պաշտոնապես չի մասնակցում ռազմական գործողություններին և հանդես է գալիս դիվանագիտական լուծման և դեէսկալացիայի օգտին։ Հակամարտության ընթացիկ վիճակը։ Ռազմական գործողություններ ԱՄՆ և Իսրայելի ուժերը շարունակում են ռմբակոծել իրանական քաղաքները, այդ թվում Թեհրանը, Համադանը և Սպահանը։ Հարվածներ են հասցվել ավելի քան 15,000 թիրախների։ Իրանի պատասխանը։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի քաղաքներին և տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, էականորեն խթանելով նավթի համաշխարհային փոխադրումները։ Զոհեր և ավերածություններ։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Իրանում վնասվել է շուրջ 22,000
քաղաքացիական շենք, սա շատ մեծ թիվ է, Լիբանանում զոհերի թիվը հասել է 850-ի, Եվրոպական միության դիրքորոշումը, այս Իրանը, որ տարբեր այս արաբական երկրներում ունի այդ խմբավորումները, դրանց են ոչնչացնում, որ հետո հեղափոխությունը լավ կատարեն Իրանում, սա վրա էլ ուշադրություն դարձնենք, Չեզոքություն և զսպվածություն Եվրոպական միությունը և անդամ երկրները կոչ են անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պաշտպանել քաղաքացիական անձանց, մյուսը կարելի է քաղաքացիներին ոչ, դիվանագիտություն, Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը նշել է, որ Իրանը պատերազմի արտահանող է և փորձում է քաոս սերմանել տարածաշրջանում, մարդասիրական օգնություն և տարահանում, Եվրոպական միությունը ակտիվացել է քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները և իրականացնում է իր քաղաքացիների արտահանումը տարածաշրջանից, Պատժամիջոցներ Եվրոպական միությունը ընդլայնել է պատժամիջոցները Իրանի նկատմամբ ի պատասխան ցուցարարների նկատմամբ բռնությունների և միջուկային ծրագրի, այստեղ շատ կարևոր է միջուկային ծրագիրը Իրանի, ինչի ես շեշտում եմ, որ Իրանը բրուտների ծառան է և բրուտների ծրագիրը, բայց ինչի չեն բրուտները ցանկանում, որ Իրանը ունենա ատոմային զենք, այդ մասին, երբ որ կխոսեմ վերջում, կցուցադրեմ, թե ինչն է պատճառը, որ հենց բրուտը ինքը չի ցանկանում, որպեսզի Իրանը ունենա այդպիսի զենք, տնտեսական ազդեցությունը Եվրոպայի համար, էներգակիրների գներ, նավթի գները գերազանցել են $100 հասնելով միջինը վերջին 14 տարվա առավելագույնին, գնաչ, Եվրոմիությունը նախազգուշացել է, որ հակամարտության պատճառով գնաճը կարող է աճել 3%-ի, անցնել 3%-ի շեմը, սա է, բոլորին սա է հետաքրքրում, նույնը մտածեք ինչ Հայաստանում էր կատարում, ինչ էստեղ է կատարում, միայն բոլոր երկրների, թե եվրոպական, թե աշխարհում, եթե դիտարկում եք, ինչպես ցուցադրեցի ԱՄՆ-ի համար, նույնը հասկացեք Եվրոմիության, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, այդ խոշորագույն երկրները, հետո այս արևելյան երկրները դիտարկելով եվրոպական, կհասկանաք, որ բոլոր ռադիոկայանները բրիտանական են և այդ կամ ամերիկյան, այդ ռադիոկայանները ինչ ցանկանում ասում են, ինչը իրենց վնաս է, այդ մասին չեն խոսում կամ հակառակն են խոսում, բայց մի քանի տեղ էլ իբր կան նաև այսպիսիները և հատկապես ձեզ ինչ է ցանկանում զգուշացնել, խոսք է բերում, այդ բոլոր արհեստական ինտելեկտները, որ կան, դրանց հետ փորձում եք խոսել, թե ինտերնետով, թե հեռախոսներով, կամ դրանք խոսեք, թե չխոսեք, կամ դրանց հետ գործողություն ունենաք, թե չունենաք, այսպես թե այնպես նրանք գրանցում են բոլոր մարդկանց և այստեղ նաև այս Հայաստանի հարցը, որ օբյեկտ թողնելով Հայաստանին այս տարածությունով համարյա ինչ են կատարում, քանի որ արհեստական բանականությունը ամեն օր հայտնում է, թե աշխարհում որքան մարդ է իրոք խելացի, որքան մարդ է հիմար և եթե խելացիների տոկոսը մոտ մի քանի ամիս բրուտների համար մնում է բարձր ցուցանիշ, օրինակի համար 11-12%, ապա նրանք քայլերը այլ ձևով են կատարում շրջանցելով ինչ-որ բաներ, դա ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որ աշխարհում շատ ցույցեր կամ իրոք շրջադարձ չլինի, կատարում են այլ ձևով, որպեսզի հասկանալի չլինի
մեծ մասսաներին եւ սրանք էլ էս հասկացող մասսան էլ փորձի մի փոքր ավելի լուռ մնալ։ Իրավիճակը ռազմաճակատում մարտի 16-ի դրությամբ ԱՄՆ եւ Իսրայելը շարունակում են հարվածները Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, հատկապես Խարկ կղզում։ Ի պատասխան Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին եւ տարածաշրջանում Ամերիկա բազաներին, ինչպես նաեւ փակել է Հորմուզի նեղուցը։ Սա այստեղ ես ցուցադրում եմ ռուսական անօդաչու չափերն էլ դիտեք որքան, երևի մի քանի մարդ տեղավորվի մեջը, դա բավական լինի, մնացածը բոլորը նրա մեջի սարքերն են, եւ նա երկար ժամանակով հետախուզական գործողությունների անցնում, թեպետ բեսպիլոտնիկ է սրանք, նույնը ռուսները սրանցից մի քանիսը նաեւ Իրանին տրամադրեցին, նույնը Իրանը ունի նաեւ այստեղ աղեղի նման ավելի բարակ, որը դա բրուտների ստեղծածն է եւ դրանով իբր ամերիկյան նավերին խփեց, դրա համար իմի կասեցնում են եւ հիմա պատրաստվում են հեղափոխություն կատարել Իրանում։ Եվ այդ հեղափոխության շեմի վրա վերլուծենք այս ամենը, որովհետեւ շատ պարզ եւ հասարակ ձևով ամեն մեկը հասկանա։ Նախորդ ֆիլմերում ես պաշտպանում էի Թրամփին, մտածելով, որ նա կարող է այդ գաղտնի կազմակերպության անդամ լինի եւ ինքը փորձի բրուտին վերացնել։ Այս ֆիլմում քննարկենք այլ տարբերակ։ Այս ամբողջ իրանական պատերազմի հետևանքը եւ ինչ են սրանով ցանկանում նաեւ կատարել, նաեւ այստեղ Ալիևի հայտարարությունը հարավային Ադրբեջան եւ Իրանը լուրեր, դա Հայաստանը չի, եւ այսպես կտրում են ավելի ներքև, ճիշտ է, քանն եմ ցույց տալիս, կտրում են եւ միացնում են Ադրբեջանին, այս ամբողջը եւ ներքևում նաեւ այլ մասեր, մինչեւ Կասպից ծովը շրջանցի, վերևում ցուցադրել եմ այդ։ Դա են կատարելու եւ լինելու է մեծ Ադրբեջան, միանալու է Թուրքիային։ Եվ այս Հայաստանից այս մասն էլ արդեն վերցրել են եւ այստեղից կտորներ Հայաստանից վերցրած։ Եվ այստեղ ամենակարևորը Քորշան ելույթն էր, որ հույսներս տնենք եւ միավորվենք Սամվել Կարապետյանի շուրջ։ Սամվել Կարապետյանը ով է? Ռուսաստանի եւ Պուտինի հլու հնազանդ ծառան, այսինքն բրուտները այս խաղով, որպիսի քրիստոնյա ազգերը չասեն Հայաստանին, Նիկոլը դրա համար էր արտահայտվում, որ սա Ադրբեջան է, որ քրիստոնյա ազգերը ոչինչ չունենան Արցախի նկատմամբ, հասկացաք, եւ որպիսի ազերիներն էլ եւ Ալիևն էլ նորմալ մտնեն այս խաղի մեջ, այս ամբողջը պայմանավորված էր։ Եվ Դոշին էլ կպցրել է այս Հայաստանի դրոշը, Հայաստանի քարտեզը, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք մոռանում ենք Հավիտյանս, իրական Վիլսոնյան Հայաստանը եւ նրանից ավելի մեծը, որը մերն է, եւ Վրաստան, Ադրբեջանը անցնում են ռուսական ֆեդերատիվ հանրապետությունների միության կազմի մեջ։ Եվ մենք դառնում ենք գուբերնիա։ Այս ելույթը եւ այս ամբողջը, ինչ բրուտը տանում է այս ուղղությամբ, Հայաստանին դարձնում եմ գուբերնիա։ Այստեղ նաեւ այս պուզլեն բոլորդ էլ գիտեք այս խաղը, ինչի համար է սրանց այս բոլորին ձեռնտու եւ ինչի են գնում այս խաղին, քանի որ Հայաստանում ամեն մեկը ունի իր տեղը եւ իր տեղը չի փորձում փոխել, եւ նրանց ձեռնտու է, թե աշխարհի հետ ինչ կլինի, թե ինչ կլինի, իրենք իրենց լափը լափում են,
նարկոբիզնեսով նորից կհարստանան, այնքան են դրել իրենց տակը, որ իրենց հետաքրքիր չի Հայաստանը, թե որ Հայաստանը կմնա և սրանից հետո աշխարհում ինչ կլինի։ Եվ որպիսի թե Ամերիկայում, թե ամբողջ Ամերիկա կոչվող այդ մայրցամաքում, որովհետև բոլորը քրիստոնյա են, չասեն ինչի ԱՄՆ չպաշտպանեց Հայաստանին և Հայաստանը ոչնչացավ, այս երկուսին մտցնում են այս կազմի մեջ, ինչպես նշեցի, նաև արհեստական բանականությամբ այս ամենը նաև ստուգվում է, որ հասկացող մարդկանց քանակն էլ է շատ, այս ճանապարհով են սա կատարում, հետագայում թե ինչ կկատարեն, արդեն այդ մասին ասվել է, որ գնում են ոչնչացման։ Այստեղ ուշադրություն դարձրեք ինչի Իրանին, քանի որ սա բրուտներին է, չթույլատրեցին ատոմային զենք ունենալ։ Այս ամբողջ խաղի իմաստը սրանում է կայանում, որպիսի իրենք իրենց համար և այստեղ եթե մենք դիտարկում ենք օրինակի համար ամերիկյան նավերը այստեղ են, թե այստեղից, այս մասերից էր ռմբակոծում Իրանը, Ամերիկան և Իսրայելն էր այստեղից, սա ամենակարճ և ամենամոտ ճանապարհն է և դրա համար սրանց բոլորին այսպես և Իրանի հյուսիսով սրանք բոլորը մտնում են Թուրանի մեջ և Թուրանի համար այստեղ ամենակարևոր պահը, որ այլևս ամենամոտն են գտնվում և Մոսկվային, և այստեղից և Պեկինին, և կարողանում են այստեղից այս մասերից և Հնդկաստանին և Պակիստանին բոլորին վերացնում են ատոմային զենք ունեցող երկրներին, հենց նպատակը դա է, որ այսօր Իրանում գնում է այդ պատերազմը և ինձ թվում է 99%-ով ես չեմ սխալվում, քանի որ այստեղ նորից ամեն հարց տարվում է, որպեսզի իրենք ներխուժեն այստեղ, ոչ թե իրենց նպատակն է սրանց ուրանը տանեն, կարող են պայմանագիր կնքել և բոլոր երկրներն էլ կիմանային և այս ճանապարհով օրինակի համար կգար այդ ուրանը այստեղ, չէ, իսկ եթե առևտուր է, առևտրում վատ բան ոչինչ չկա, բայց սա ոչ թե առևտրի է նման, սա նման է նրան, որ իրենք ցանկանում են, որպեսզի գտնվեն այստեղ, սա է իրենց համար կարևորը, դրա համար նաև Իրանին, ինչպես շատերն են ասում, չհասկացան, Պակիստանը ունի, Իրանը ինչի չունենա ատոմային զենք, կամ ասում են Իսրայելն ունի, քանի որ Իսրայելը դա իրենցն է, միանգամից կվերցնեն ձեռքից, նույնը Ֆրանսիան, իսկ մնացածի պետք է ամբողջությամբ ատոմային զենքը վերցնել, որից հետո ինչպես ասվեց, ինչ ծրագիր են նրանք իրականացնել, աշխարհում կթողնեն իրենց ասելով 2 միլիարդ մարդ և ռոբոտներ, որոնք կլինեն և Պուտինի փոխարեն, և այստեղ կլինեն Չինաստանի ղեկավարի և բոլորի և կկառավարեն երկիրը, այսը ամբողջ այս իրանական խաղը գնում է նրա համար, որպեսզի այստեղ այսքան քրիստոնյաները, նաև Ռուսաստանի կեսը, այսպես սրանք ոտքի չկանգնեն, թե այս ինչ է կանում, Ադրբեջանն իրենից ինչ է ներկայացնում, նորից հայերին փուռը տվինք, հիմա մնացածիս եք փուռը տալու, և այսքանը բոլորը սրանք քրիստոնյա են, և այս քրիստոնյաները և այստեղ սրանք բոլորը կարող են ոտքի կանգնել, թե այս ինչ է կանում, դրա համար այդ ադրբեջանցիները Իրանի հյուսիսում սրանք պատահական երևույթ չէր և այս պատերազմը իրանական պատահական չի, նրանց պետք է ներխուժեն և ոչ ոք չտեսնի, թե այստեղ իրենք ինչ են կատարում, սա է ամենագլխավորը,
որ իրենք ցանկանում են անել։ Ինձ թվում է բոլորը արդեն հասկացան, թե այս իրանյան պատերազմի եւ հարավային Ադրբեջանի իմաստը որն է։ Հարց են տվել այս երկու Վահե Ավետյան եւ Արմեն Մելիքյանի մասին, Հայաստանից նրանք փախել են, թե վտարել են Հայաստանից, հայրենասեր տղաներ են, ուրիշ ես նրանց չեմ էլ ուսումնասիրում եւ հայրենասիրությունը դա քիչ է աշխարհը հասկանալու համար, նաեւ պետք է հասկանաս ով է այս ամեն ինչը ծրագրում, որտեղ են վարագույրները բացվում, ով է հետևում խաղում, ով է առջևում խաղում, ով է հուշարարը թատրոնի այդ բեմի առջևում նստած, ինչ է հուշվում, որը ինչ պետք է խաղա։ Ես նրանց չեմ ուսումնասիրել եւ չեմ կարող նորմալ նրանց մասին ասել, միայն եթե փախել են, ուրեմն հայրենասեր են։ Մի փոքրիկ ֆիլմ դիտարկեցի, երևի հենց այդ հայրենասիրության համար նրանք հեռացել են Հայաստանից։ Այժմ մուկը այստեղ Մկի տղան եւ Դոդիկի աղջիկն են, ամուսնացել են իրար հետ։ Ինչպես հիշում եք, մուկը Սերժի կողքը կանգնած ասեց, երբ որ Դոդիկը իր կուսակցությունը ինչ որ հաղթում էր, ասեց պետք է վերցնենք եւ գլխին բամփենք, երբ որ այս կապը իրենց մեջ գոյություն ունի։ Այստեղ Դոդիկի մասին չխոսենք, գրել եմ մուկը եւ միայն մեկի մասին խոսենք։ Ես այս մասին ասել եմ մի քանի տարի առաջվա ֆիլմում, երբ որ Ռուսաստանում նախագահ էր Մեդվեդևը, սա գնացել էր Մեդվեդևին խնդրելու, որ թուրքական լոլիկները Հայաստանի ճանապարհով անցնի եւ Ռուսաստանը ընդունի թուրքական լոլիկներ, հասկանում եք, եւ դա նույնիսկ ռուսական մամուլում զարմացել էին Զախարովան եւ այլն, որ ինչպես կարող է իրենց ցեղասպանություն կատարած երկրի համար եկել է Ռուսաստանի նախագահի հետևն է, չէ, վարչապետն էր այդ ժամանակ, վարչապետի հետևն է համբուրում այս տականքը, որ թույլ տվեք թուրքական լոլիկները, երբ որ Հայաստանում գյուղացիների սննդամթերքը ոչնչանում էր։ Դրա համար դե ուրեմն փնտրեք հայեր, փնտրեք սա հայ է, մյուսները սա հայ է, սա իրենից ինչ է ներկայացնում, կամ դուք ամբողջ հայերդ աշխատում եք նման տականքների համար։ Եվ այստեղ նաև հարց են տվել 111-ը ինչ են կատարում, ինչ կարող են մեզ համար անել եւ այլն, ստացել են 4 տեսակի մետաղներ, մետաղի տեսակներ։ Այժմ ինչպես առաջներում էր, օրինակի համար կուկուրուզը ստացել է մայիս աստվածը, բայց անունը կուկուրուզ է, այժմ այս մետաղները եւ ընդհանրապես ինչ գործողություններ նրանք կատարում են, դնում են առաջնատարերը, օրինակի համար Հակոբյան, Հակոբի դնում են այսինքն այս նյութի անունը հ է կամ այլ է, սկզբնատառերն են դնում այդ գյուտը ստացածներին։ Այստեղ մի մետաղ է ինձ ավելի շատ իմ ուշադրությունը գրավել, նրանց ստացակ ճիշտ է նկարներ ուղարկեցին, գրեցին չտեղադրել։ Ես նրանց հետ կապ չունեմ, իրենք են ինձ տալիս որոշ նյութեր, բայց այստեղ նաև կցանկանայի, որ նրանք նաև այս երևույթների մասին խոսեն, թեպետ նրանք այս երևույթների մասին լուռ են։ Այդ մետաղներից այդ ամենակարևոր մետաղը նրանք գցել են մոտ 1 տարու չափ, արդեն 300 օր է գտնվում է կիսլատայի մեջ, բոլոր մեր իմացած նյութերը վաղուց կիսլատայի մեջ լուծվել են, միայն այդ նյութը նույնիսկ արտաքին տեսքը չի կորցրել։ Սա մի մեծ հեղափոխություն է, որ նրանք կարողացել են կատարել եւ դա կատարում են այլ նպատակներով։ Երևի մի քանի օր հետո կասեմ նաեւ այդ
նպատակների համար։ Մյուս նյութերից մեկ ուրիշը ստացել են այնպիսի նաև մետաղ, որը հարվածից առանձնականության շնորհիվ ամբողջ հարվածը վերցնում է իր վրա, կրկնակի հարվածելով ինքը հետ թռչելով նորից վերականգնվում է իր հատկությունները։ Սա ժեշտի կտորից են սարքել, որպեսզի ավելի պարզ լինի եւ մի փոքրիկ ֆիլմիկ է։ Երկուսի մասին այդքան էլ ձեզ հետաքրքիր չի լինի, որ ասել։ Հայաստանի Հանրապետության օգնությունը, քանի որ նրանք դիտում են իմ ֆիլմերը նույնպես, Հայաստանի Հանրապետության մարդիկ միշտ գրում են, բա մեր օգնությունը նրանք ինչպես են օգնելու։ Եվ նրանց այսօրվա շատ գեղեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետությանը, թե ամբողջ հայկական տարածությանը մենք կօգնենք, եթե այսօրվա Հայաստանի բնակչության 80%-ը հեռանա մեր սուրբ հայրենիքից, սկսած տականքներից, վերջացած նույնիսկ վերջին գյուղացին, որը ծախված է սրանց։ Մենք ամեն ինչի մասին գիտենք, այսքանն է նրանց ուղարկած լուրը։ Մշակվող բույսի ստացում, նորից նրանք ստացել են մշակվող բույս, ուղարկել են 130-ից ավել դրոններով, որպեսզի կայծակին հարվածեն այդ դրոնները եւ ստանան նոր բույսեր, բույսերը դրոնի հետ ամբողջությամբ վերացել են, ուղարկել են այլ արծիվներ եւ այլ թռչող կենդանիներ, որոնք կամ հրաժարվել են, կամ չեն կարողացել կատարել։ Հայկական արծիվներ 13-14 թվականներին, գիտեմ 16-ը էին իրանք, եւ հայ արծիվը կատարել է այդ փորձը։ Ինչի համար սա ասեցի, քանի որ հայ արծիվն է նաև մարդկության փրկության, ճիշտ է, գիտնականներն են դա կատարել, բայց արծիվը եթե իր անձնազոհությունը չունենար, մենք սոված վաղուց մահացած կլինեինք։ Դրա համար պետք է հարգել հայ արծիվին, եւ հայ արծիվը եւ դրանից հետո բոլոր ազգերը, չգիտեմ ինչի, արծիվ են իրենց դրոշմանիշի վրա նկարում։ Ճանաչողություն ոչ DNA եւ ոչ գենետիկ, ինչ որ ավելի քան հայան կամ հայերը, բացի դա, որ հողը, ջուրը եւ այլ ձև են գտել, որով կարող են ավելի կոնկրետ գտնել, թե այդ մարդը ինչին է պատկանում, դա կատարել են ոչ հայեր, բայց նորից իրենց մասնակիցներն են։ Հիշողության նաև մասնակցել է 2 հայ, հայերի հիշողությունը արագ վերականգնվել է, իսկ չինացիներինը դեռ վերականգնված չէ նրանց հիշողությունը, այդ սարքերով, որ կատարում են։ Եվ այժմ նրանց Ռուսաստանից տեղափոխել են իրենց մոտ մի հայ տղայի, որը շատ բարձր կատարելություն ունի արհեստական բանականության բնագավառում եւ ֆանտաստիկ նորություններ է կատարում, որի արդյունքների մասին դեռ նրանք տեղեկություն չեն հայտնում։ Այժմ օգտատերերի հարցերին նաեւ այս թեմայով մարդակերություն եւ զոհաբերություն, նորից 111-ի հաղորդագրությունը ինձ, մարդակերությամբ հայ աստվածները երբեք չեն զբաղվել, իսկ զոհաբերություն հայ աստվածներին հին ժամանակներում մի քանի անգամ տեղի ունեցել նման բան, ոչ թե հայ աստվածներն են դա կատարել, այլ մի քանի ցեղախմբերի մոտ տանելով ցորեն հիմնականում եւ գարի, հիմնականում այդ երկու նյութերը եւ լոբազգիներից մի քանի տեսակ, նրանք ցանել են իրենց ամբողջ ցեղը փրկել ոչնչացումից, որից հետո մի քանի տարի հետո հայ աստվածները գնալուց նրանց ղեկավարը իր փոքր տղային մատաղ է արել, իսկ հայ աստվածները դրանից շատ դժգոհ են եղել եւ դա բրուտները վերցրել են, թե իբր հայ աստվածներն են այդ ամենը կատարում։ Բացի այդ
դեպքը եւ մի քանի նմանատիպ, որ շնորհակալություն են հայտնել, ոչ մի նման դեպք չի եղել հայ աստվածների հետ, որ նրանք նման բան են կատարում։ Իսկ եթե այդտեղ դուք կարդում եք, թե բրուտները ոնց են մեզ սևացնում, նայեք նույնպես այստեղ, որ Հայաստանն ասում են Ադրբեջանի, դա բրուտների սևացնելն է եւ նման տիպի հարցեր անիմաստ է ինձ տալ, կապ այլ էթնոսների հետ, հայերը ընդհանրապես ոչ մի կապ չեն ունեցել մինչև բրուտի գալը, բրուտի գալուց հետո հայերի էթնոսը հիմնականը մնացել է, իսկ խառնուրդներ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհով մեկ շատ կան խառնուրդներ եւ Հայաստանի այսօր ղեկավարները դրանք խառնուրդներ են կամ ոչ հայեր են։ Հրեաների մասին, որ նաև այստեղ օգտատերը շեշտում է, որ հրեաներին մենք ճնշել ենք այսպես թե այնպես, բուրգերը կառուցելու ժամանակ հրեաները միայն ջուր էին կրում այդտեղ, եւ հրեաները, որոնք մասնակցում էին դրան, նույնպես վարձատրվում էին, մյուս, որոնք ավելի լոյալ էին եւ գալով այդտեղ աշխատում էին, եւ միևնույն ժամանակ այստեղ մեծ ցանկատարություններ կար, որպեսզի այդ բոլորին ապահովեն դրանով, եւ նույնպես հրեաները ապահովում էին դրանով, բայց հրեաները գտան իրենց համար ավելի հեշտ ապրելաձև, բայց թե հրեաները այստեղ որտեղից էին հայտնվել, քանի որ նշում եմ ամբողջ Աֆրիկա կոչված մայրցամաքում միայն սևամորթ պետք է լինեին, հայերը այս վերի մասում հսկում էին խաչմերուկը, եւ հրեաները իրենց գեները թող փնտրեն Հնդկաստան եւ այս մյուսների հետ խառնուրդից, բայց ըստ հայ աստվածների ինչ որ այս մասերից են եկել, հնարավոր է նրանք նաեւ իտալացիների կամ եգիպտացի հույների եւ այլոց հետ նաեւ խառնուրդ են իրենք, բայց որ նրանք այստեղ եկել են 4400 տարի առաջ, դա նրանք ճիշտ են ասում, որ 4400 տարի առաջ նրանք եղել են այստեղ, բայց այս նրանց չենք ոչնչացել կամ նրանց պատժել, այլ նրանք իրենց հավատով ավելի խելացի գտնվելով իրենց կանած այս բուրգերում աշխատողներին տալիս էին գիշերները զբաղվելու եւ հայերը դրա համար նրանց պատժում էին, դա է միակ միջոցը, միակ պատճառը, որ հայերը պատժել են, բացի դա, երբ որ նրանց բրուտը բերեց այստեղ, նաեւ Տիգրան Մեծին հրահանգեց բրուտը, որ նրանց պետք է բերես Արցախ եւ Հայաստանում այդ նաեւ հրեաներն են, որ ավիրում են Հայաստանը, իսկ եթե նրանք դա չանեին այլ էթնոսների հետ, ապա Հայաստանը այսօր իր չափերով ճիշտ է այսքան փոքր, բայց կլներ հզոր երկիր, եթե մեր գիտնականները եւ ինժեներատեխնիկական աշխատողները մնային։ Նաև այստեղ սուննաթում, ինչու համար է բրուտը կատարում մուսուլմանների և հրեաների հետ սուննաթում, հրեաների հետ ավելի խիստ մինչև 7-րդ օրը, իսկ սրանք պետք է անպայման սուննաթվեն, դա տղամարդկանց զրկում են նորմալ մտածելուց և այդ տղամարդիկ իրենց ղեկավարին շատ հեշտ ենթարկվում են, դրա համար, երբ որ դիտում ես մուսուլմանական երկրները, նրանք շատ հնազանդ ենթարկվում են այդ մոլլաներին, իսկ եթե վերցնում ես հրեաներին, նրանք ավելի հնազանդ են բրուտին, քան մյուս մարդիկ, մյուս ազգերը, եւ բրուտի փրկությունը նաեւ նա է, որ այս սուննաթված հրեաները եւ մուսուլմանները ծառայում են իրեն, եթե մի 50 տարի, 100 տարի չսուննաթվեն եւ հրեաները եւ մուսուլմանները, ապա բրուտի գործը շատ վատ կգնա, սա էլ այս թեմայով եւ նորից ամփոփենք մեր ամենակարևոր մասը, Իրանի այս պատերազմը իմ կարծիքով բրուտը հրարեց նրա համար, որպեսզի աշխարհը չասի, որ քրիստոնյաները ուժեղ Հայաստանը ինչի է վերանում,
եւ բացի դա այս ճանապարհով, եթե նույնիսկ Հայաստանով անցներ այս ճանապարհով, նրա համար ցանկալի չէր, քանի որ ռուսները կարող էին տեսնել, թե այստեղ ինչ է կատարում, ինչպես է այստեղից ատոմային զենքեր փոխանցվում միջին կենտրոնական Ասիայի երկրներ, միջին Ասիայի երկրներ։ Դրա համար նրանք փոխեցին իրենց մտադրությունը եւ ճանապարհը տանում են այս ճանապարհով, որպեսզի այստեղից ոչնչացնեն բոլոր ատոմային զենք ունեցող երկրները եւ նաեւ նրանց համար, ովքեր Մետաքսի նոր ճանապարհ, նոր խաչմերուկ, նոր ուղի, բրուտը Չինգիզ խանին ստեղծել էր նրա համար, որ ճանապարհը գնար այսպես իրեն, եւ հետագայում ճանապարհը այս երկու երկրներից գալիս է դեպի իրեն այստեղ, իրեն պետք չէ ոչ դուք, ոչ որևէ մեկը, որ այստեղ այսպես ճանապարհ գցի, իսկ աշխարհը կարգի բերելուց հետո, ատոմային երկրները վերացնելուց հետո, նա այս բոլոր ուղղություններով արագ, շատ արագ 500-600 կմ/ժ արագությամբ գնացքներ է տեղադրելու, ավտոմատ գնացքներ, որոնք կատարեն այդ գործողությունը, բայց այժմ նա այդ ամենը չի կատարելու, այդ սուտ խոսակցությունները նման է այս առօրյա ամեն խոսակցության, այսքան է։